Բարև ձեզ, այս տեսադասի ընթացքում խոսելու ենք թերմոդինամիկայի հիմնական հասկացությունների մասին և այսօր կքննարկենք հետևյալ թեմաները։ Ինչ է իրենից ներկայացնում թերմոդինամիկան։ Թերմոդինամիկա բառը ծագել է հունարեն թերմոս, ջերմություն և դինամոս ուժ զորություն բառերից։ Այն ուսումնասիրում է տարբեր գործընթացներում էներգիայի մի ձևից մյուսին անցնելու օրենքները։ Թերմոդինամիկայում առանձնացվում են հետևյալ խիստ հասկացությունները, դրանք են համակարգ, համակարգի վիճակ, համակարգի ներքին էներգիա և համակարգի վիճակի ֆունկցիա։ Թերմոդինամիկայի տեսանկյունից տիեզերքը կարելի է բաժանել երկու մասի՝ համակարգի և միջավայրի։ Թերմոդինամիկական համակարգը կոչվում է բնության ցանկացած օբյեկտ, որը կազմված է միմյանց հետ փոխազդեցության մեջ գտնվող բավականաչափ մեծ թվով մասնիկներից, կառուցվածքային միավորներից և շրջակա միջավայրից այն առանձնացված է իրական կամ երևակայական բաժանման սահմանով։ Թերմոդինամիկայում դիտարկվում են միայն մարմիններ, որոնք կազմված են շատ մեծ թվով մասնիկներից, այսինքն մակրոսկոպիկ համակարգեր, մակրոհամակարգեր, և նրանցում ուսումնասիրվում է մակրոսկոպիկ համակարգերի միջև փոխազդեցությունը հիմնվելով նրանց հատկությունների, հետազոտությունների արդյունքների վրա, անտեսելով այդ համակարգերի միկրոսկոպիկ տվյալներ։ Համակարգի առավել ընդհանուր բնութագրիչ են համարվում համակարգում պարունակվող նյութի զանգվածը և ներքին էներգիան։ Համակարգի նյութի զանգվածը որոշվում է նրանում պարունակվող մասնիկների գումարային զանգվածով, իսկ համակարգի ներքին էներգիան մակրոհամակարգը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և փոխադարձ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն է, չհաշված մակրոհամակարգի կինետիկ և պոտենցիալ էներգիաները։ Համակարգերը ըստ շրջապատող միջավայրի հետ ունեցած էներգետիկ և նյութի փոխանակության բնույթի բաժանվում են 3 խմբի՝ բաց, փակ և մեկուսացված։ Բաց համակարգերում առկա է նյութի և էներգիայի փոխանակություն համակարգի և շրջակա միջավայրի հետ, փակ համակարգերում միայն առկա է էներգիայի փոխանակություն և այն միջավայրի հետ չի փոխանակում նյութով, իսկ մեկուսացված համակարգում ոչ տեղի է ունենում նյութի, ոչ էլ էներգիայի փոխանակություն միջավայրի հետ։ Այստեղ կարող ենք տեսնել պրակտիկ օրինակը բաց, փակ և մեկուսացված համակարգերում, օրինակ, եթե վերցնենք մեկ բաժակ սուրճ և այն բաց թողնենք, մենք կունենանք բաց համակարգ, թերմոդինամիկական համակարգ, քանի որ այն շրջակա միջավայրի հետ կփոխանակվի և նյութով, գոլորշացման միջոցով, և էներգիայով, ջերմությունը ցրելով միջավայր։ Հաջորդը փակ համակարգի օրինակն է, եթե մի բաժակ սուրճը փակենք, ապա կունենանք փակ համակարգ, քանի որ գոլորշացում տեղի չի ունենա և այն միջավայրի հետ միայն ջերմությամբ, այսինքն էներգիայով կփոխանակվի։ Իսկ եթե սուրճը լցնենք թերմոսի մեջ, կունենանք մեկուսացված համակարգ, քանի որ այն միջավայրի հետ չի փոխանակի ոչ էներգիա, ոչ էլ նյութ։ Մենք արդեն քննարկեցինք համակարգ հասկացությունը, այժմ քննարկենք համակարգի վիճակ հասկացությունը։ Թերմոդինամիկայի կարևորագույն հասկացություններից մեկն է այն համարվում և դա հատկությունների այն համախումբն է, որը թույլ է տալիս բնութագրել համակարգը թերմոդինամիկական տեսանկյունից։ Համակարգի ֆիզիկական և քիմիական հատկությունների համախումբը բնութագրում է նրա թերմոդինամիկական վիճակը։ Որպես համակարգի վիճակի ընդհանրացնող բնութագրեր օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝ հավասարակշռային, ստացիոնար և անցումային։ Համակարգի վիճակը կոչվում է հավասարակշռային, եթե բոլոր հատկությունները մնում են հաստատուն ինչքան հնարավոր է երկար ժամանակահատվածում և համակարգում բացակայում են նյութի և էներգիայի հոսքերը։ Այդ վիճակի դիագրամը պատկերը կարող ենք տեսնել սլայդի ձախ կողմում, այսինքն բոլոր հնարավոր հատկությունները մնում են անփոփոխ և նյութի և էներգիայի հոսք չկա։ Հաջորդը դա ստացիոնար վիճակն է, եթե համակարգի հատկությունները ժամանակի ընթացքում մնում են հաստատուն, բայց նյութի և էներգիայի հոսքեր կան, ապա վիճակը անվանվում է ստացիոնար։ Ստացիոնար վիճակի պատկերը բերված է սլայդի աջ կողմում։ Եթե համակարգի հատկությունները ժամանակի ընթացքում փոխվում են, ապա այդ վիճակն անվանվում է անցողիկ։
Դա համապատասխանում է այն դեպքին, երբ համակարգը մեկ հավասարակշիռ կամ ստացիոնար վիճակից անցնում է մեկ այլ հավասարակշիռ կամ ստացիոնար վիճակի։ Ընդ որում, հավասարակշիռ վիճակը կարող է անցնել հավասարակշիռի, ստացիոնարը նույնպես ստացիոնարի և հավասարակշիռը անցնել ստացիոնարի և հակառակը։ Դա սովորաբար ավելի անկային վիճակներին է համապատասխանում։ Հաջորդը վիճակի պարամետրեր են։ Բոլոր մեծությունները, որոնք բնութագրում են տվյալ համակարգի որևէ մակրոսկոպիկ հատկություն, կոչվում են վիճակի պարամետրեր։ Փորձով հաստատվել է, որ տվյալ համակարգը միանշանակ բնութագրելու համար անհրաժեշտ է օգտագործել որոշակի թվով թերմոդինամիկական պարամետրեր, որոնք կոչվում են անկախ։ Բոլոր մնացած պարամետրերը դիտարկվում են որպես անկախ պարամետրերի ֆունկցիաներ։ Որպես վիճակի անկախ պարամետր սովորաբար ընտրվում են նրանք, որոնք ենթակա են անմիջական չափման, օրինակ ջերմաստիճանը, ծավալը, ճնշումը, կոնցենտրացիան, զանգվածը և այլն։ Համակարգի թերմոդինամիկական վիճակի ցանկացած փոփոխություն, նույնիսկ մեկ վիճակի պարամետրի, անվանվում է թերմոդինամիկական պրոցես։ Պրոցեսները թերմոդինամիկական տեսանկյունից բաժանվում են երկու խմբի՝ դարձելի և ոչ դարձելի։ Պրոցեսը թերմոդինամիկորեն դարձելի է, եթե այն թույլ է տալիս համակարգի վերադարձը վերջնականից սկզբնականի առանց շրջակա միջավայրում որևէ փոփոխություն առաջացնելու։ Հակառակ պրոցեսի ընթացքում համակարգն անցնում է միայն միջանկյալ հավասարակշիռ վիճակների վրայով, ինչը և ուղիղ պրոցեսների ժամանակ էր։ Պրոցեսը հավասարակշռային է, եթե համակարգն անցնում է չընդհատվող հավասարակշռային վիճակների շարքի վրայով։ Առաջին նկարում պատկերված է դարձելի պրոցես՝ ջրի երկու ագրեգատային վիճակների միջև։ Սառույց ագրեգատային վիճակը կարող է դարձելի կերպով անցնել հեղուկ ագրեգատային վիճակին և հակառակը՝ կախված պայմաններից։ Երկրորդ նկարում բերված են ադամանտ և գրաֆիտ, որոնք ածխածնի ալոտրոպ ձևափոխություններ են։ Հիմա ձեր մոտ հարց կառաջանա, թե ինչ կապ ունի ադամանտը և գրաֆիտը դարձելի պրոցեսի հետ կամ անդարձելի պրոցեսի հետ։ Ադամանտն ու գրաֆիտը ածխածնի ալոտրոպ ձևափոխություններն են, և նրանք կարող են մեկը մյուսին փոխարկվել։ Ուրեմն գոյություն ունի արհեստական ադամանտ և բնական ադամանտ։ Արհեստական ադամանտը, ինչպես տեղյակ եք, ավելի էժան է, քան բնական ադամանտը։ Պատճառը նրանումն է, որ ժամանակի ընթացքում արհեստական ադամանտը փոխակերպվում է գրաֆիտի։ Այդ պրոցեսը տեղի ունենում շատ երկար ժամանակի ընթացքում, այդ պատճառով կարելի է ենթադրել, որ ադամանտը դա կայուն ձևափոխությունն է տվյալ պայմաններում ածխածնի, սակայն դա այդպես չէ, ավելի կայուն է գրաֆիտը։ Դրա պատճառը կարող ենք հասկանալ մենք այդ երկու ալոտրոպ ձևափոխությունների բյուրեղացանցի կառուցվածքից։ Ուրեմն գրաֆիտում առկա է գրաֆիտի բյուրեղացանցը կազմված է տարբեր շերտերից, յուրաքանչյուր շերտ իրանից ներկայացնում է ածխածնի վեցանիստ մեղրամոմի նման կառուցվածքներ, և այդ երկու շերտերը միմյանց հետ կապված չեն որևէ կապով։ Երբ որ ճնշում է գործադրվում, այդ երկու շերտերը իրար են մոտենում և առաջանում է երրորդ կապը, և այդ երկու հարթությունները, կարելի է ասել, կապվում են, ստեղծելով ալմաստի կամ ադամանդի բյուրեղացանցը։ Հիբրիդացումը ածխածնի գրաֆիտում SP2 է, իսկ ալմաստում SP3, և ավելի կարգավորված է ալմաստում, որի պատճառով իր էներգիան ավելի բարձր է, քան գրաֆիտում։ Այդ պատճառով ինքնաբերաբար տեղի է ունենում ժամանակի ընթացքում անցումը ալմաստից դեպի գրաֆիտ։ Այդ պրոցեսը անդարձելի չէ, կարելի է հետ բերել, ոնց որ գրաֆիտից ստանալ արհեստական ալմաստ, ճնշում գործադրելով, բարձր ճնշման կամերաներում տեղադրելով և փոխակերպելով գրաֆիտը ալմաստի։ Իսկ վերջին նկարում կարող եք տեսնել անդարձելի պրոցեսի օրինակ այրման ռեակցիաները կամ պայթյունով ընթացող պրոցեսները, ռեակցիաները, որոնց ընթացքում առաջանում է մեծ ծավալով գազ կամ անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն, որը բերում է համակարգի ընդհանուր էներգիայի նվազեցմանը, և պրոցեսը համարվում է անդարձելի։ Այս տեսադասում այսքանը,
Հաջորդ տեսահոլովակում կքննարկենք թերմոդինամիկայի առաջին սկզբունքը և ապա արդեն ավելի մանրամասն կհասկանանք, թե ինչու են պրոցեսները տեղի ունենում ինքնաբերաբար և ոչ։